մասին խոսեմ, երեք Տիկին Ալավերդյանը միացավ մեզ, հիմա Տիկին Ալավերդյանը կմիանա, ինչի մասին էի ուզում ասել, երեք շատ կարևոր բան արեց, Տիկին Ալավերդյան բարև ձեզ, միացեք, մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջում, մենք աշխատելու ենք մի քանի օր այս էջով, որպեսզի ավելի տարածում ստանա նաև մեր այս էջը, որտեղ մեր հայելի էջը մենք արդեն մոտավորապես 400,000 հետևորդ ունենք եւ վերջին ամսվա ընթացքում 40 միլիոն հետևորդ չկա Հայաստանում այդպիսի թիվ Տիկին Ալավերդյան։ Ես շնորհավորում եմ մեզ, բայց սա ոչինչ չարժե, սիրելի հայրենակիցներ, եթե մենք շարունակում ենք հանդուրժել մեզ վրա այսպիսի իշխանություններ։ Ինչևէ, պարոն Աշոտյանը բավականին հետաքրքիր բան առաջարկեց, օրինակ երեք հայտնի դարձավ, որ երեք չարաչորը հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր մեկնել Բելարուսիա եւ հանդիպել էին Լուկաշենկոյի հետ եւ այդ հանդիպման ժամանակ հարցեր էին առաջ քաշել, բնականաբար այս հարցերը չի լինում, որ գնում են սեղանի շուրջ, նստում են, ասում են սա կանեք, նա կանեք, սա երկար բանակցային ինչ որ բան է եւ ինչ տեսանք անմիջապես 123 քաղբանտարկյալ բանտարկյալներ ազատ արձակվեցին, Լուկաշենկոն ներուն շնորհեց կամ ազատ արձակեց իրենց։ Հիմա լավ առաջարկ է անում Աշոտյանն, ասում է մենք էլ կարող ենք այսպես դիմել Թրամփին, Թրամփ Միացյալ Նահանգները խորհում է մենք ունենք այնտեղ գերիներ, որ մեր գերիներին ազատ արձակեն եւ մենք պետք է ճնշում բանեցնել։ Շատ լավ առաջարկ է, պարոն Աշոտյան, բայց հետաքրքիրը ում եք սա ասում։ Մենք այստեղ մեռանք բղավելով, ասելով, որ ինչու եք դուք բոլորդ կաշկանդված առհասարակ եվրոպական երկրներ, հիմա կասեք, չէ, մենք ինչ որ մի բան արել ենք։ Ինչ եք դուք օրինակ կաշկանդված եւ ինչ որ բաներ չեք անում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց։ Նույն կերպ ես իմիջիալից վաղուց եմ սա առաջարկել, գնացեք, ոչ թե բղակ, խնդրեք։ Խնդրեք, ասեք դու քո արևին եկել ես, ասում ես ես խաղաղարար եմ, ես բերել եմ խաղաղություն, նախ էս այլանդակությունը նույն ինքը Թրամփը պիտի պատասխան տա, երբ որ ինչ է նշանակում քո արտգործնախարարը հայտարարում է, Ռուբիոն հայտարարում է, ասում է, որ բոլոր բաները, ինչա, քրիստոնյաները որտեղ, այն երկրները, որտեղ քրիստոնյաները ճնշված են, այդ երկրները մեզ հետ պրոբլեմ կունենան։ Ինչ է նշանակում մի երկրում, որտեղ բարիս բուն իմաստով հարձակում տերոր է, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ձերբակալված են 4 սրբազաններ, դաժան պայմաններում են պահվում սրբազանները, մեծ աղմուկից հետո միայն Միքայել սրբազանին տեղափոխում են Հիվանդանոց, Մկրտիչ սրբազանը բարիս բուն իմաստով դաժան պայմաններում է մնում եւ ոչ մի ծպտուն չկա իրենց կողմից, ավելին ինքը զանգահարում եւ շնորհավորում է, ասում է լավ ես անում թուրքական ծրագիրը իրականացնում ես։ Այս բանն էլ ես տալիս, այս ճանապարհը տալիս է շնորհավորում են Նիկոլին։ Բա գնացեք դու առաջարկում ես Աշոտյան 30,000 պետք չի 500 հոգով անգամ եթե հետևողական 10 օր գնալ եւ Միացյալ Նահանգներն ասել վերջ տվեք ձեր երեսպաշտությանը, վերջ տվեք ձեր կապիկությանը։ Մենք ունենք այնտեղ արդեն 3 տարի արդեն մոտենում է Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներ ունենք։ Ինչի մասին ես, ինչ խաղաղության մասին ես խոսում Հայաստան-Ադրբեջան։ Ինչի մասին ես խոսում։ Դու ինչն ես ողջունում Նիկոլի եկեղեցին տերորի է ենթարկում, մի հատ աղանդավորի բեղեր թեքվեր հիմա ողջ երկիրը մեր տերորի եք ենթարկել նախկին իշխանությունների ժամանակ։ Էս ինչ բան է, գնում է ու գրավում է այս եկեղեցին, հետևից գնում է գրավում է այս եկեղեցին, վախի սարսափի մեջ է պահում քահանաներին եւ ամեն օր մի սրբազանի հետ կապված չգիտեմ ինչեր է անում ու գլխներին ինչեր է սարքում։ Ես կուզենայի հենց այս թեմայից սկսել եւ ինչ պիտի անենք Տիկին Ալավերդյան, 3 նորից ինքը գնաց, պղծեց հայ առաքելական եկեղեցիներից մեկը, այնտեղ իրենց դուք սրիկա սրբազան, սրիկա հոգեվորականներ, դուք ուխտ եք տվել, որ դուք պիտի հավատարիմ մնաք հայ առաքելական եկեղեցուն, դուք ուխտ եք տվել, երդվել եք, որ դուք պիտի հավատարիմ մնալ ընտրովի ազգի կողմից ընտրված վեհապար հորը, դուք սրիկա տականքներ, այդ 10, մի հատ այդ 10 սրիկաներին կարող ես միացնել ես Հուդաներ, Կճոյան Հուդա, Վազգեն Հուդա, Գևորգ Հուդա, այն ինչա, Սիոն Հուդա, ինքն է արել երեք, Անուշավան Հուդա, չէ, սա չեն, որ վիդեոն, որ այդ հրեշավոր է, թե ինչով են զբաղված, և գիտեք հիմա քահանաներին է, քանի որ քահանաները ամուր են կանգնած, հիմա կոնկրետ քահանաների նկատմամբ ասա սկսել, և միջև ուր պիտի գնաք, դուք չեք հասկանում, որ ձեր հերթն էլ է գալու, այսպես թե այնպես, չի լինելու, սրանց դեմքերը նայեք մի հատ, տեսեք, հուդաները 10, հուդա եք դուք, սրիկաներ, ձեր հոգևոր եղբայրները նստած են այսօր, տեսեք Սիոնը, դեմքը նայեք սրա, երեք սա, չէ, սա է արը երեք պատարակը, Նիկոլի կողքը կանգնած, բաս սա, թալանչի սրիկա, սա բոտեքսով սրբազան, փախած,
Արցախի հոգևոր հայր։ Բաս Ամերիկայից մակունցի հոգևոր հայր ես, չգիտեմ ինչ ես։ Էս այս դեմքերը։ Բասա որ բաննա առած ձերքը, ցուպն առած ձերքը, բանա անում, վեհապար հորը, եղբայրաբար ասում եմ արի հրաժա, ով ես դու, ողորմելի, ով ես դու, ողորմելի ազգի կողմից ընտրված, վեհապար հորը այսպիսի բան ասես, ով ես դու, նախ դու ինչ գործ ունես այստեղ, գնա քո հոտին տեր կանգնի, Բաչան երկրների համայնքին թողել ես, խնդրեմ,